խմբակցությանն է, կուսակցությունն է, Մարոս Սևոյանն է նշանակվելու, այսպիսի տեղեկություններ կային։ Հանրապետություն կուսակցությունը նշանակման մասին քննարկում չի ունեցել։ Չի եղել, մենք մեր քաղաքական թիմի գործադիր մարմնի համար անձամբ մեր կուսակցությունն է պատասխանատու, մենք ենք որոշում հրաժարականներ տան թե չտան, Տիգրան Հավինյանը լինելով Երևանի քաղաքապետ նշանակովի պաշտոնյաներին այո կարող է ասել ինչ որ բան այն ինչ չի կատարվել, բայց Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականը Տիգրան Տեր-Մարգարյանի որոշումն է։ Մեր կուսակցությունը հայտարարություններ արել են այդ թեմայով եւ մենք չեմ կարող կանգնել ասել ինձ խփեք։ Դա է ասածս։ Ես օրինակ եմ դա ասում, ես որպես օրինակ ես դա եմ ասել առաջին իսկ օրվանից նորից շարունակում եմ։ Ասել եմ մեզ կփորձեն, ես ասել եմ, դուք ասում եք արդարացնել, ես ասում եմ այնինչ ես ասել եմ։ Ծեծի չեն ենթարկում Տիգրան Խոյանը ես ասեմ քիչ առաջ նաև այլ լրատվականի ասեցի, ես հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները կնայեն Արտուր Չախոյանի գործունեությանը որպես օտար երկրի քաղաքացի եւ ես լիահույս եմ, որ այն մարմինները, որոնք դրանով զբաղվում են, կսկսեն զբաղվել Արտուր Չախոյանի Հայաստանից դեպքում երբեմն է, որ պարոն Տեր-Մարգարյանը ընդունվեց։ Իմ անձամբ, իմ համար ես չէի ուզում, պարոն, ես դեմ եմ եղել։ Գիտեք, Արտուր Չախոյանի օտար երկրացի լինելու այդ ամեն ինչը վերջերս նախ բացահայտվեց, անձամբ այո, կիսում ենք, մենք վստահենք, որ 2026 թվականին Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վախճանն է լինելու, քաղաքական։ Դուք ինչպես եք վերաբերվում, որ ձեր հենց հանրապետություն կուսակցության հարց են տալիս, Փայլակ ջան։ Իսկ դուք ինչ երբեք մասնակցություն ունենալու եք։ Մենք ունենալու ենք մասնակցություն հանրապետություն կուսակցություն։ Իսկ ինչպես եք դուք վերաբերվում, որ ձեր հենց կուսակցությունը մի կողմից սկսում է ԵՄ անդամակցության հարց բարձրացնել օրակարգ բերել, մի կողմից էլ այսպես սպառնալիքներ, ծեծու ոչ մի ԵՄ եւ քաղաքակիրթ ոչ մի երկրում չեր լինի այս ծեծու ջարդը։ Ինչի, որովհետև արդեն Չախոյանների, Մանուկյանների դեմը քաղաքակիրթ երկրներում առած կլինեին պատկան մարմինները։ Ցավոք, սա աշխատանքը ավարտված է լինում։ Ոչ թե դեռ չավարտված, ես վառ օրինակ եմ, ես մի հատ էլ օրինակ մենք չենք ընդունել։ Դա նորմալ է, դա մենք չենք արել, դա այսինքն դա չի արել։ Տեսեք, մենք ինչից մասին ենք խոսում։ Ես նորից եմ կրկնում, քաղաքապետարանը չէր վերցրել գործ, այսինքն չէր վճարել ամբողջովին եւ չէր ստացել գործ, ավարտական ակտ տված չէր։ Հետեւաբար այն խնդիրները, որ